Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, հուսամ որ բոլորդ լավ եք։ Դու գիտեք, որ մենք առողջ առավոտվա շրջանակներում խոսում ենք ոչ միայն նեղ բժշկությունից, բժշկագիտությունից, այլև հանրային առողջապահությունից, առողջապահության շուրջ եւ առողջապահության գիտությունից։ Եվ պարբերաբար մենք կարևորում ենք գիտական թեմաների ընտրությունը, այստեղ տաղավարում հրավիրում ենք ոչ միայն կլինիցիստների, այլև մարդկանց, ովքեր համարվում են փորձառու գիտնականներ, կլինիկական կամ հիմնարար գիտության մեջ։ Ինչու է սա կարևոր, որովհետև մենք տարիներ շարունակ առաջին հերթին կարող եմ հիշատակել Խորհրդային Միության տարիներին ունեցել ենք հզոր գիտություն, ընդ որում այդ գիտությունը ծածկել է բոլոր ոլորտները, ներառյալ առողջապահությունը, բժշկագիտությունը, սակայն դրա փլուզումից հետո առ այսօր մենք բավականին դժվարությամբ ենք թափ հավաքում։ Այնուամենայնիվ մենք ունենք կլինիկական գիտության եւ հիմնարար գիտության բավական ավանդույթներով օժտված օջախներ։ Այսօր մենք մասնավորապես անդրադարձել ենք նեյրոգիտությանը եւ բոլորովին վերջերս ամիսներ առաջ տեղի ունեցած մի հրաշալի գիտաժողովի, որի հիմնական հեղինակը եւ կազմակերպիչը ձեզ արդեն հայտնի ծանոթ բժիշկ Սամսոն Խաչատրյանն է, ում ես ներկայացնեմ նաեւ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտական ծրագրերի գծով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդատու նյարդաբանության գծով, Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության, նեյրովիրաբուժության եւ վերականգնողական բժշկության ամբիոնի վարիչ եւ քնի խանգարումների հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ։ Ձեր թույլտվությամբ նաեւ ասեմ, որ իմ ղեկավար այն ամբիոնում, որտեղ դասավանդում է, հրաշալի գոլեգա, մարդ, ում միշտ համակրել եմ եւ ումով հիանում եմ որպես հայ բժիշկ եւ գիտնական։ Առողջ առավոտ, հարգարժան բժիշկ։ Առողջ առավոտ, Արարատիչ։ Այս վերջերս մենք բավական հաճախ ենք հանդիպվում, որովհետև ասելիքը շատ է, հիշեցնեմ, որ խոսեցինք առողջապահության եւ բժշկագիտության հայկական հանդեսից, առիթ ունեցանք խոսելու նաեւ այն ասոցիացիայի մասին, որը ղեկավարում եք, որի շուրջ մենք համագործակցության ուշագիր կնքեցինք։ Այսօր հերթը այն կարևոր իրադարձությունն է, որ տեղի ունեցավ ամիսներ առաջ ձեր պապիկին, նրա հիշատակին Գաբրիել Խաչատրյանի 100-ամյա տարեդարձին նվիրված նեյրոպոդիում գիտաժողովը։ Խնդրեմ մի քանի բառով սկզբում անդրադառնանք նեյրոգիտության կարևորությանը, ինչ որ դուք կարող եք բարձրաձայնել, ու հետո մասնավորապես գիտաժողովին։ Շուտ, նախ շատ շնորհակալություն հրավերի համար ու այս միջոցառմանը անդրադառնալու համար, որովհետև նեյրոգիտությունը ինքը բավական լայն մի դաշտ է, որը շատ մեծ տոկոս է կազմում ընդհանուր գիտական աշխարհում։ Շատ հետազոտություններ հիմա հենց նեյրոգիտության ասպարեզում են կատարվում, շատ առաջխաղացումներ կան, Նոբելյան մրցանակներ են ստանում, վերջին տարիներին գիտենք մեր սիրելի հայրենակից Փաթափությանը ստացավ, այսինքն այստեղ շատ անելիքներ կա, չլուծված հարցեր կան, հիվանդություններ, որոնք դեռ պետք է մենք կարողանանք վերցնել հսկողության տակ եւ իհարկե նեյրոգիտության ասպարեզում այդ առաջխաղացումները նաեւ մենք միշտ ցանկանում ենք ներկայացված ունենալ Հայաստանում։ Ընդ որում նեյրոգիտությունը, եթե բարձ բաժանենք, կարող է լինել բազային նեյրոգիտություն, երբ լաբորատորիաներում, կենդանիների կամ այլ մոդելների վրա իրականացվում են փորձեր, բայց նաև կա կլինիկական նեյրոգիտություն, երբ արդեն հենց կլինիկական ասպարեզից են վերցվում տվյալները եւ ներկայացվում։ Այսպիսի մի միտք ծագեց, որ եթե անդրադառնանք արդեն միջոցառմանը, որ իհարկե գաղափարն այն էր, որ իհարկե անպայման անդրադառնանք 100-ամյակի կապակցությամբ Գաբրիել Խաչատրյանի այդ ավանդին, բայց նաև ցանկություն կար ինչ-որ առանձնացող մի նոր ֆորմատ ստեղծել մեր իրողության մեջ եւ գաղափարն այն էր, որ մեկ հարթակում հավաքեինք թե բազային նեյրոգիտություն անող մասնագետներին եւ թե կլինիկական նեյրոգիտություն անող եւ որոշ ուղղություններ բացենք։ Պարզ է, որ ասպարեզը շատ լայն է եւ ամեն ինչին անդրադառնալ մեկ միջոցառման շրջանակներում միշտ դժվար է եւ մենք որոշեցինք անդրադառնալ հիմնական 4-5 ուղղվածությունների, դա էպիլեպսիան է, քնի բժշկությունն է, քնի խանգարումներն են, Պարկինսոնի հիվանդությունն է, նեյրոգենետիկան, որպես այդպիսին, եւ կաթվածը։ Իհարկե համապատասխան ուղղություններով մենք ունեինք շատ լավ գործընկերներ, ովքեր զբաղվեցին այդ ծրագիրը կազմելու հարցով, ու ստացվեց, որ բավականին հետաքրքիր ձևով մեկ հարթակում հավաքվեցին մարդիկ, ովքեր իրար այդքան էլ լավ չէին ճանաչում։ Իհարկե խոսքը ոչ միայն նրա մասին է, որ արտասահմանցի մասնագետը եկավ եւ ճանաչեց հայ մասնագետին, բայց նաեւ հենց Հայաստանում
Կան շատ հաստատություններ, որոնք կատարում են հետաքրքիր գիտական աշխատանքներ նույն այդ ոլորտներում, որոնք ես նշեցի, բայց իրենք շատ քիչ են շփվում նույն կլինիցիստների հետ, ովքեր նույն ոլորտում են, եւ հակառակը։ Եվ միանգամից գնալով դեպի այդ ավարտը միջոցառման եւ այսպես ասած հետադարձ կապը մասնակիցներից, շատերը հենց գոհունակությունը հայտնում են նրանից, որ ինչքան լավ է, որ մենք այսքան գիտություն ունենք, կամ ինչքան լավ է, որ այսքան հետաքրքրված կլինիցիստներ կան գիտությամբ, այդ մարդկանց տեղ էր պետք հանդիպելու։ Եվ ստացվեց, որ մենք դա երևի թե պետք է համարենք հաջողություն, որ նաև մեր գործընկերները արտասահմանից շատ առաջատար մասնագետներ էին հրավիրված, իհարկե եղան նաև Zoom հարթակի զեկույցներ, ցավոք որոշ մասնագետներ չկարողացան հենց այսպես անձամբ ներկայանալ, բայց նաև մենք ունեցանք շատ լավ մասնագետներ, օրինակ էպիլեպսիա ասպարեզից հայտնի պրոֆեսոր ունենք Օյգեն Տրինկաներ ներկայացել, Իսբրանդ Վանդերվերֆը քնի ասպարեզից Ամբրա Ստեֆանի, այսինքն մենք կարողացանք շատ լավ այսպես խումբ հավաքել, որոնք շատ մեծ այսպես ազդեցություն ունեցան ներկաների վրա եւ կլինիկական մասը ներկայացնելով, իրենք էլ զարմացան, որ պարզվում է Հայաստանում էլ հետաքրքիր գիտություն կա։ Եվ շատ հետաքրքրությամբ այսպես այդ մոդերացիան էր կատարվում, իրենք հարցեր էին տալիս։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտական միջոցառում, եթե չի լինում լավ քննարկում ներկայացված նյութի, դա այդքան էլ գիտական արժեքը բարձր չէ։ Դրա համար մենք անպայման ժամանակ էինք խնդրում նախատեսել բոլոր մեր այսպես այդ սեսիաների նախագահողներին, որպեսզի քննարկումները բավականին լավ գնան եւ կարծում եմ, որ մենք հասանք այդ նպատակին, այդ քննարկումները եղան, հարցուպատասխան, տարբեր տեղերից մարդիկ էին ներկա մեր նկատի եմ հաստատություններից, առողջապահական, կրթական, բժշկական եւ շատ հետաքրքիր այսպես քննարկումների արդյունքում պարզվեց, որ մենք ունենք գիտություն, որը պետք է միայն թե խթանել եւ զարգացնել։ Ես ուզում եմ մենք միասին հակիրճ մի միտք քննարկենք, որն ինձ մոտ վերջերս որպես հաղորդավար իմ կարիերան վերսկսելուց առաջացավ, երբ դու սկսում ես միավոր ժամանակում ինտենսիվ եւ խիտ շփվել տարբեր մասնագետների հետ եւ վերցնել նորությունները, դու հասկանում ես, որ եթե դու քո կաղապարում bubble ենք, չէ, ասում ես, պես փոչիկ չասեմ, բայց երևի մենք մեր միջավայրում երբ որ շատ ենք մնում, մեր խոսույթն էլ է հնանում եւ մեր խոսույթը դառնում է սովորույթ, ավելին, ես ասեմ, որ մեր այն մարդիկ, ովքեր մեզ շրջապատում են, մենք նրանց խոսույթը վերցնում ենք։ Հետևաբար, եթե մենք շրջապատված ենք մարդկանցով, ովքեր սովորույթի ուժով խոսում են, որ Հայաստանում գիտություն չկա, մեզ համար այս խոսույթը նորմա է դառնում։ Համաձայն եք, որ մենք կարիք ունենք վերաարժևորելու, մենք կարիք ունենք այս խոսույթն էլ վերանայելու եւ էտիկետը պահելու խոսույթի, այսինքն եթե մենք չենք հաղորդակցում, սա չի նշանակում, որ չկա։ Մյուս երևույթը, որ ես ասեք, որ հետաքրքիր ձևակերպում է ստացվում եւ մյուսը, որ մենք իրարից տեղյակ չենք, տարբեր օջախներում աշխատում ենք եւ երևի մեզ հայերից մի քիչ նաեւ ավելի շատ է դա բնորոշ, շատ չենք սիրում հաղորդակցվել, համար անձամբ ես շատ կարեւորություն եմ տալիս networking կոչվածին, հաղորդաշղթային, հաղորդակցվելուն եւ իրար հետ իդեալով, ասեք, որ դրանից հետո ֆանտաստիկ գաղափարներ կարող են ծնվել, երևի թե ծնվել են։ Այդպես էլ կա։ Հիբրիդ ինչ որ հետազոտություններ համագործակցությունների լավ հարթակ է առաջանում, նոր մտքեր, նոր միջոցառումների մտքեր, ինչու ոչ։ Այո։ Հիմա մի փոքր նորից նեյրոգիտությանը շատ հարգանքով վերաբերվելով, ուզում եմ, որ մենք խոսենք ձեր պապիկի ավանդից, ինչպես որ դուք նշեցիք, եւ գիտեմ, որ նաեւ այնտեղ ֆիլմ եղավ, հա, եթե հնարավորություններ գիտեմ, որ ֆիլմը բավական երկար է, այլապես մենք այն հիմա տրանսլյացիա կապահովեինք մեծ սիրով, գուցե առիթ լինի եւ խնդրենք հեռուստատեսությունը, որ այդ հնարավորությունը ես անձամբ խնդրեմ, եթե լինի, կարծում եմ կանենք։ Խնդրեմ պատմեք, որովհետև դա շատ կարևոր է նաև որ մենք մեր մեծերին ճանաչենք։ Ձերը դե անձնական է, մի փոքր այլ պատմություն է, բայց դա նաև մեր համար է ավանդ եւ մեզ համար է օրինակ։ Շնորհակալություն իհարկե։ Իրոք շատ դժվար է, որ հենց անձնական է ընդհանրացնելը դուրս գալ այդ անձնական ընտանեկան հիշողությունից ավելի ընդհանուր պատկերացում կազմելու համար, բայց իհարկե այդ պատկերացումը կազմվել է տարիների ընթացքում գործընկերների իր հետ աշխատած մարդկանց այդ տպավորություններով, ասվածներով եւ այլն, եւ իհարկե միանշանակ հենց այդ օրինակը
տեսնելով նաև թե ինչ աշխատանքներ են արել, ինչպես է վերաբերմունքը եղել այդ գիտական փորձերին, աշխատանքներին, ասեմ, որ ինքը կենսաքիմիայի բնի պրոֆեսոր էր, Երևանի բժշկական ինստիտուտն էր, այնպես էր կոչվում, ռեկտոր է եղել, պրոռեկտոր է եղել գիտության գծով, այսինքն շատ մեծ ներդրում ունի հենց այդ գիտական համակարգի ձևավորման ընթացքում եւ շատ ասպիրանտներ ունենալով գիտական տարբեր պրոյեկտներ իրականացնելով հասկանում ես, որ դա առանձին մի կյանքի այսպես ռեժիմ է եւ մարդ պարզապես միտված է հետազոտել, ինչ որ նոր տվյալներ հավաքագրել, հետո իհարկե միայն հավաքագրելը քիչ է, պետք է կարողանալ ճիշտ ձևով դա մեկնաբանել, ներկայացնել, պաշտպանել այդ գաղափարները քննադատությունից, որը շատ նորմալ է գիտական ասպարեզում եւ հենց այդ ամեն ինչը անընդհատ ոնց որ աչքի առաջ տեսնելով, թեկուզ ես բնականաբար էի այդ ժամանակ լավ չէի, գուցե լիարժեք չէի գնահատում, բայց հետաքրքիր է, որ հետադարձ արդեն վերանայում այդ ընկալումը, նույնիսկ այդպես կարելի է անվանել։ Ռետրոսպեկտիվայով արդեն վերաիմաստավորում ես այն, ինչ այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև ես ընկալել, հիմա ուրիշ ձև ես ընկալում։ Եվ դա իհարկե ընդհանուր է, շատ այդպիսի մարդիկ կան եւ եղել են մեր իրականության մեջ, իրենց շփումը տեսնելով նաեւ, հա, գիտության ասպարեզում այդ ինտերակցիան բավականին հետաքրքիր կարող է ունենալ ձևեր, հետքը իհարկե շատ տեսանելի է, այսինքն շատ մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում հետագայում առաջ են գնացել, դարձել են առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ, դասախոսներ, եւ այդ նույն մոտեցումները սերմանում են արդեն շարունակաբար այլ ոլորտներում։ Դա պետք է լինի շարունակական եւ մեր գաղափարն այն է, որ ես իհարկե լինելով կլինիցիստ, ուզում եմ, որ ամեն դեպքում կլինիկական նաև գիտությունը, չասենք միայն նեյրոգիտությունը, կլինիկական գիտությունը շատ այսպես թափ հավաքի մեզ մոտ։ Կա, բան չունեմ ասելու, բայց շատ հաճախ ինքը ավելի այսպես անձնական ոլորտում են, անձնական նախաձեռնողականություն։ Ինստիտուցիոնալ չէ, այո, համակարգային չէ, հենց բերենք նրան, որ ավելի համակարգային լինի, որպեսզի նույն կլինիցիստը, որը ոնց են ասում, ոսկե մասնագետ է, ոսկե ձեռքեր ունի, օրինակ վիրաբույժ եւ այլն, կարողանա նաեւ ժամանակ ունենա այդ ամենը ամփոփի, նկարագրի իր թիմով եւ այլն, հա, այսինքն մենք ունենք նյութ։ Ես օրինակ շատ ճիշտ ասեցիք, որ անցալում այստեղ ոչ միշտ է այդպես ճիշտ այն առումով, որ նույնիսկ հենց մասնագետները ասում են դե լավ, մեզ մոտ ինչ գիտություն կարող ենք մենք անել։ Իրար ես համաձայն չեմ, կատեգորիկ համաձայն չեմ, բնական է, որ մասամբ դա կարող է կապված լինել ունեցած տեխնիկական ռեսուրսի հետ, բայց հիմա մենք արդեն այդ դարաշրջանում ավելի շատ հմտությունների եւ գիտելիքի պակաս է, ապրելակերպի բացակայության, ուսուցիչների տված դասը չունենալն է, չէ՞, մենք բոլորս նմանվում ենք այն մարդկանց, ովքեր սիրում են գիտություն։ Միանշանակ կան բացեր, հավանաբար, եւ մենք պետք է փորձենք դա լրացնել, այսինքն ցույց տալ, որ չէ, սկսած ամենապրիմիտիվ հետաքրքիր կլինիկական դեպքից, ընդ որում հետաքրքիր ոչ թե լոկալ, այսպես բաժնում եկեք մի հատ քննարկենք կամ լոկալ կոնֆերանսում ներկայացնենք։ Կարող է այստեղ լինել մի ինչ-որ կլինիկական դեպք, որը որ ամբողջ աշխարհին է հետաքրքիր։ Առաջին անգամ Հայաստանում ենք տեսել։ Իհարկե, առաջին օջախը այստեղ է ծնվել։ Կամ կներեք, որ ընդհատում եմ, կամ մենք կարող է առաջին անգամ ենք հասկացել, որ դա կարևոր է։ Դա էլ կա, որովհետև հետո մեկ էլ որ օրինակ մենք մի կլինիկական кейս տպագրեցինք, մեկ էլ օրինակ Կորեայից հաջորդը տպվեց։ Այսինքն իրենք հասկացան, որ վայ սա հետաքրքիր է, եկեք սրան ուշադրություն դարձնենք։ Այսինքն մենք էլ կարող ենք այստեղից ինչ-որ հետաքրքիր։ Կլինիկական դեպքը ես դեռ բերում եմ ամենա այսպես գիտական արժեքի այդ իերարխիայում, եթե նայենք, ամենայնպես փոքրն է, չէ՞։ Բայց ինչն է խանգարում մեզ համակարգված տվյալներ հավաքենք, ինչ որ ուսումնասիրություններ կա։ Թվային առողջապահության դար է, խնդիր չկա, մաքսիմում գործիքակազմերի հարց լինի, ինքն էլ շատ հիմնարար հետազոտություն չի, որ շատ թանկարժեք բան լինի։ Չնայած շատ լաբորատորիաներ այսօր մինչև ատամները հագեցած են, զինված են, եւ իրենք էլ են փնտրում, կան լաբորատորիաներ իհարկե, որոնց նպատակը միայն կոմերցիան է առաջին հերթին, ուղիղ ասեմ, եւ կան այդպիսի անգամ ամբողջ ցանցեր կան այդպիսի գործընկերները չնեղանան, բայց կան լաբորատորիաներ, որոնց ամբողջ այդ policy-ի մեջ ռազմավարության, մարտավարության եւ տեսլականի մեջ գիտությունն է,
բայց նաև պետք է լինեն այսպիսի մարդիկ, ովքեր ցույց են տալիս, որ այստեղ սա կա, եկեք միավորվեք, մենք չենք սիրում մեր առօրյայից շեղվել։ Այո, այն ինչը որ ստանդարտացված իր հունով գնում է, դրանից ավել երբեմն ձգտում չի լինում, բայց եթե մենք ունենք գաղափար կամք եւ նաև միշտ կարելի է թեկուզ առաջին հայացքից ոչ այնքան կոմերցիոն կողմ ունեցող մի գաղափարը դարձնել այդպիսին, որովհետև մենք միանգամից երկուսը մեկում կարող ենք ստանալ եւ առաջ գնա դաշտը եւ նաեւ ունենանք ընդ որում դա երկրի մակարդակով կարող է այցեքարտ լինել, որովհետև ի վերջո հիմնարար գիտության վերջնական շահառուն կլինիկական գիտությունն է, նույն ինքը պացիենտը, ավելին զարգացած երկրները, որոնց մենք ձգտում ենք նմանվել, նրանք վաղուց հասկացել են, որ գիտնականի ստեղծածը, եթե չես կարողանում մոնետիզացնել, վաճառել, ուրեմն իմաստ չունի դա անել։ Ում է պետք ժամանակի կորուստ է։ Մենք գիտնականները համեստ մարդիկ են, նրանք չեն կարող վաճառել, բայց ամեն գիտնականի կողքին պետք է մարքեթինգային մտածողությամբ վաճառող լինի, ով այդ product-ը կդարձնի արժեք։ Իսկ այդպես մեր փոքրիկ երկիրը կարող է աշխարհում լուրջ խաղացող դառնալ։ Համամիտ եք։ Ես ձեր թույլտվությամբ փոքրիկ նկատառում եմ ուզում անել, քանի որ մենք իրար հետ շատ ենք սա արդեն քննարկել։ Մենք տարեվերջին, այս նոյեմբերի 27-ից 30-ը Մերիդիան համալիրում անելու ենք Expo, միջազգային ցուցահանդես, եւ իհարկե մեծ կոնգրես, եւ սրա շրջանակներում մենք մի հետաքրքիր անկյուն ենք նախաձեռնել, որտեղ կլինի էկրան, որտեղ մենք ուզում ենք հայ մեծերի եւ անվանի գիտնականների մասին ֆիլմեր ցուցադրել։ Ցելերստադիտով ես վստահ եմ, որ ձեր մեջ կգտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են սրա արժեքը, գուցե շատ երիտասարդների հիմա սիթքոմերն են ավելի հետաքրքրում, բայց այն զանգվածը մեզ հետևող հավատարիմ հեռուստադիտողի, ով հետաքրքրված է, մենք ձեզ հրավիրում ենք այնտեղ, որտեղ ես ձեզ խոստանում եմ, որ ձեր պապիկի մասին ֆիլմը լայն էկրանի վրա անպայման հասանելի կլինի այն մարդկանց համար, ովքեր գիտեն ինչ է նշանակում մեծերին արժևորել, եւ ոչ միայն ձեր, այլև մեր բոլոր այն գործընկերների, ովքեր ունեն պատրաստի ֆիլմեր։ Անցնենք առաջ։ Ըստ ձեզ, մենք այս միջոցառումը կարող ենք դիրքավորել որպես ամենամյա, թե սա սիմվոլիկ մի նշան է, կարող ենք մենք արդյոք գտնել այնպիսի հավատարիմ գործընկերներ, որոնք մեզ թույլ կտան գոնե 2 տարին մեկ հավաք կազմակերպել, գուցե հիմնարար գիտության մեջ այդքան արագ չի տվյալները, հա, գոնե ինչ որ բան հավաքվի, ամփոփենք եւ սա լինի շարք, իդեմ ձեզ ձեր գլխավորությամբ սա լինի ավանդույթ, ինչպես եք պլանավորել։ Ну կոնկրետ եթե նեյրոպոդիումի տեսանկյունից նայենք, ես իհարկե շատ sense խորը միտքը կար, որ ցանկալի է դա լինի շարունակական, ինչ որ բարբերականությամբ, բայց իհարկե ես նաև հայերեն ասած ոտքը կախկցելով այդ հարցում ուզում եմ հասկանալ ինչ մենք կստանանք, արդյոք մենք կարողանանք հասնել։ Իհարկե հետադարձ արդեն հայացքով ես համարում եմ, որ բավականին հաջողված էր հիմնական այն նպատակները, որոնք դրել էինք, որը արդեն խոսեցինք։ Իհարկե մենք հասանք դրան ու միանշանակ ցանկություն կա նեյրոպոդիումը շարունակական դարձնելու, ոչ ամենամյա իհարկե, բայց այո, ամեն 2 տարին մեկ։ Այսինքն հաջորդը մենք երևի թե պետք է նախատեսենք 2027-ին եւ սկսենք պատրաստել։ Եվ այո, արդեն թեմատիկա եւ այլն անպայման այդ աշխատանքը բավականին այսպես լուրջ մեծ թիմով աշխատանք է պահանջում, տարբեր ուղղություններ, տարբեր մարդիկ իրենց բոլորին բերել մեկ տեղում, այդ միշտ չի ներդաշնակեցնել այդքան հեշտ գործ չէ։ Իսկ ինչու նեյրոպոդիում։ Այդ առանձին հարց է։ Ինչու նեյրոպոդիում։ Ուրեմն իհարկե ի սկզբանե այդ միջոցառումը տենց աշխատանքային այսպես անվանում է իր տրանսլյացիոն նեյրոգիտության կոնֆերանս էր։ Հայերեն այդ տրանսլյացիոնը մի քիչ չկարողացանք լավ թարգմանել։ Դրա համար երևի ճիշտ է այդպես։ Բացատրենք երևի մի փոքր մեր հեռուստադիտողներին, որ translational research կամ տրանսլյացիոն գիտությունը դա այն է, երբ հնարավորություն է ստեղծվում բազային, այսինքն ֆունդամենտալ գիտության տվյալները արդեն բերել դեպի ավելի կլինիկային մոդ կամ կլինիկական հենց ասպարեզում փորձարկման կամ ներդրման, նայած թե ինչ է։ Ну դա հենց այն էր, ինչ որ մենք մտածել ենք, կլինիցիստներին բերենք կպցնենք բազայիններին եւ այլն, բայց երբ որ արդեն մոտեցավ վերջնական այդ բանը տեսքը տալու միջոցառմանը պրոմոցիայի նպատակով, իհարկե ես զգացի, որ անհրաժեշտություն կա ինչ որ բրենդի։ Բաներ է այդ։ Ինչ որ վերնագիր, այո, պետք է լինի։ Իհարկե շատ մտածել ենք մեր թիմով, տարբեր տենց վարիանտներ, որոնք նաև ստուգում ենք, տեսնենք կա աշխարհում, չկա աշխարհում, շատ հետաքրքիր
հետաքրքիր է։ Բրենդինգ է, պրոցեդուրա է։ Արդյունքում եկանք այս մտքին, որ իհարկե նեյրոն պետք է լիներ, ու գալիս էինք մի քիչ տրանսլյացիոնից, նյարդաբանությունից եւ այլն, բայց հետո հասկացանք, որ ինչ ենք մենք ստեղծում հարթակ, պոդիում, որպեսզի մարդիկ գան եւ այդտեղ ինտերակցիա կատարվի, ձեր ասած networking-ը, ներկայացնեն իրենց գիտական տվյալները, այդ նեյրոպոդիումը ծնվեց ու նաեւ զուգահեռ պարզվեց, որ ինքը կա այդպիսի տերմին, դա նյարդային վերջավորություն է, որոշ զոոլոգիայում կոչվում այդպես, որոշ կենդանիների մոտ ասացինք, շատ լավ է, երկակի իմաստը երկուսն էլ նյարդաբանության, Նաև ինչ-որ նեյրոբեմի հետ է, երբ բեմում են աստղերը մոտավորապես, այսինքն գիտնականները եւ յարդաբանները մոտավորապես այսպեսի շատ հաճելի վաճառող ինչպես ասում են copywriter-ները, հիմա այդպիսի մասնագիտություն կա, մի բան որ ստեղծում ես, պետք է վաճառող տեքստով, դա ֆանտաստիկ ստացված մի բան է, բայց ես այստեղ ժպիտով, բայց իրականում մենք կարող ենք սարքել սա իսկապես համաշխարհային պլատֆորմ, որտեղ որ աշխարհից արդեն էլ ավելի մեծ հեղինակություն ունեցող աստիճանաբար մարդիկ կարող են իրենց ռեալիզացնել, ճիշտ է կան նեյրոգիտության հարթակներ, բայց գիտեք ինչ եմ նկատել, նաև կարծում եմ դուք էլ ինչքան կոնգրեսները մեծանում են, այնքան էմոցիան կորում է եւ արդյունքում մի խումբ առաջատար գիտնականներ փորձում են ստեղծել օժանդակ հավելյալ մի հարթակ, որտեղ ճակերտավոր մենք մերոնցով կհավաքվենք, այսպես սերունդները չեն լինի, այլ խոսենք իսկապես այն ամեն ինչից, ինչ որ մենք բոլորս հասկանում ենք։ Ես հույս ունեմ, որ սա այդ ուղղությունը կստանա։ Ես կուզեի, որ դուք նաև մի քանի բառով անդրադառնայիք նեյրոգիտության վերաբերյալ մեր ֆորմալ կրթությանը։ Ինչպիսին եք դուք այն դիտարկում, որքանով որտեղ մենք պետք է նեյրոգիտության մասին սովորենք, ինչ պետք է սովորենք եւ ինչու պետք է այդ սերը մեր մեջ առաջանա, որովհետեւ պետք է սեր եւ հարթակ լինի, դա կրթությունն է, որովհետեւ մենք հետո որոշում կայացնենք, որ պետք է այս ոլորտը ընտրենք։ Այլապես այն կմնա դարձյալ էնտուզիաստների հույսին, դրանք էլ այդքան շատ չեն այդ մարդիկ։ Ինչ դիրքորոշում։ Շատ լավ հարց է, իրականում շատ ակտուալ այն առումով, որ տարբեր մակարդակներում կամ փուլերում այդ ամենը պետք է բարձրաձայնվի։ Ես շատ օրինակ ցանկանայի, դա իհարկե ավելի ընդհանուր իմ պատկերացումն է, որ կենսաբանական գիտելիքը դեռևս դպրոցից պետք է ուժեղ լինի։ Ես օրինակ համարում եմ ու նաև սեփական փորձով, երեխաների փորձով, հա, որ կենսաբանության տոկոսը ընդհանուր ծրագրերում այդքան էլ մեծ չէ, այնքան չէ, որ հետո այդ մարդը լավ պատկերացում կազմած դուրս գա կյանք եւ հասկանա, որ COVID-ի դեմ պատվաստումը դա իրոք օդից ստեղծված բան չի, այլ գիտության արդյունք է, հա, adekvat մոտենան հարցին։ Մարտնչող տգիտության չբախվենք, կներեք ես ասեմ, դուք հյուրեք ես ասեմ, հա, որովհետև երբեմն շատ ասիմետրիկ պատկերացումներ են լինում, այսինքն կարծես թե բարձրագույն կրթությամբ իր ասպարեզում, ուրիշ ասպարեզում շատ առաջատար մարդ է, բայց պատկերացումը այս ոլորտում բավականին վատն է։ Ինչը մարդու մասին է, նաև մարդու մասին է։ Այո, այսինքն անհիմն քննադատություններ եւ այլն, երբ որ նյութից այնքան էլ տեղյակ չեն։ Հետևաբար, եթե մենք հենց դպրոցից դա սկսենք եւ դրա մի մասը բնական է նեյրոգիտությունն է, ամենահետաքրքիր մասերից մեկն է բժշկագիտության, չէ՞։ Հաստատ այո։ Համաձայն եք։ Հաստատ այո։ Ինչպես նաեւ արդեն եւ հենց բժշկական կրթության բոլոր ասպարեզներում, այդ ամբիոններում պետք է ուժեղացվի, որովհետև ես գիտեմ օրինակ, առանց ինչ-որ նեղ կոնկրետ ոլորտ ասելու, որ միշտ չի, որ հենց նեյրո օրինակ մասին այդ առարկայի լինի դա, չգիտեմ, կենսաքիմիա, ֆիզիոլոգիա, պաթոֆիզիոլոգիա շատ տեղ այդքան էլ չի տրվում։ Կամ նույն օրինակ նյարդաբանությունը ինքը շատ զիջում է այլ թերապևտիկ մասնագիտությունների ուսումնասիրությանը կլինիկական արդեն հատվածում բժշկական դպրոցի կամ համալսարանի, հա, մենք հաստատ նեյրոգիտությունը, կլինիկական նևրոլոգիան եւ դրանից բխող այդ ինֆորմացիան հաստատ կարիք ունի ավելի լայն լուսաբանվելու։ Եվ պոտենցիալ ունի։ Այո, որովհետեւ եթե բժիշկ ուսանողը քիչ է դա ստանում, հետո բնական է ավելի իրեն թույլ կզգա այդ մասով, կապ չունի թե ինչ մասնագիտություն ինքը ընտրեց։ Պլաստիկ
նեյրովիրաբույժը նյարդի մասով, էնդոկրինոլոգը նեյրոէնդոկրինոլոգիայից եւ այլն։ Այստեղ դարձյալ խոսույթ կա, որ նյարդաբանության ցիկլը հաղթահարենք, բրցնենք, որովհետեւ ամենադժվարն է այնքանով, որքանով որ պետք է դառնանք վերջում բժիշկ։ Այնքանով, որքանով սա պարտադիր առարկա է, բայց չէ որ այդ նույն նյարդային համակարգը եւ նեյրոգիտությունը ուղղակիորեն փոխկապակցված է թերևս բոլոր օրգան համակարգերի։ Եվ համամիտ եմ ես, որ դրա մասին տեսական ուժեղ գիտելիք ունեցողը ուժեղ կլինիկական մտածողության հիմք է եւ պատահական չէ, որ մենք շատ հաճախ դրա համար նաեւ նորից կատակեմ, մեզ երևի այդքան էլ չեն սիրում, ռուսերեն շատ լավ բառ չէ, նիդալյուբլիվոյդ։ Դրա համար, որ մենք ասում ենք, որ մենք ամեն ինչի մեջ կանք, այսպես մենք պատկերները ավելի ընդհանրական ենք տեսնում, խորոչային չենք տեսնում կամ զոնայով միայն չենք նայում, այդպես է։ Այդպես է ուզենք թե չուզենք, այդպես է, կան իհարկե նման մասնագիտություններ, որ ավելի լայն ընդգրկուն են։ Մենք ֆորմալ կրթության մասին էլ խոսեցինք, ես նաև գիտեք ինչ կուզեի, հետաքրքիր էր ինձ դուք արդյոք իրատեսական եք համարում, որ ներկայում ես մեր ունեցած ներուժով եւ կլինիկական հիմնարար գիտության, բացի այն ինչ որ ունենք, ողջունում ենք բոլոր գործընկերներին, շնորհակալ ենք, որ ներդրում ունեն այդ ոլորտներում, ինչ շատ կարճ եմ ուզում պատասխանեք այո կամ ոչ, հետո գուցե սրան անդրադառնանք, ինչ պոտենցիալ ունենք միջազգային հարթակներում joint այդ միասնական խմբերի մեջ լինելու եւ նաեւ լուրջ հրապարակումներում արդեն ընդգրկված լինելու, ավելի շատ կլինիկական մասով։ Ես կարծում եմ ճանապարհները կան, ուղիները կան, պետք է ակտիվ լինել։ Ну կարճ, չգիտեմ, կարող չստացվի, բայց այո, մենք միանշանակ այդ պոտենցիալը ունենք, այդ մասնագիտական ներուժը ունենք եւ այնպես չի, որ այն կողմից դռները փակ են։ Իրենք բաց են։ Պարզապես մենք այդ պատկերացումը պետք է ունենանք, կարողանանք մեր լոման ներդնել։ Անցուղիների նման համապատասխան կոնցենտրացիա էներգետիկ ունենանք, որ բացվի անցուղին մեր առջև, բայց այն աշխատում է եւ կա գոյություն ունի։ Բժիշկ Խաչատրյան, ես մշտապես շատ տպավորվում եմ մեր զրույցներով, վերապահում չկա, որ նյարդաբանեք, այսպես դա չի, մասնագիտական համընկնումը չի։ Իրապես շատ հետաքրքիր զրուցակից եք եւ ամենից կարեւորը, որ ձեր խոսույթը համընկնում է ձեր գործունեությանը, սա ինձ համար շատ օրինակելի եւ կարեւոր բան է, որպես առաջին հերթին քաղաքացի եւ ոլորտի մասնագետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ սահուն եւ հարթ հարցազրույցի եւ զրույցի համար առասարակ, որովհետեւ ինչպես մի ժամանակը թրջում է եւ մեր գործընկերները անցել եք արդեն բավական է եւ այսպես Ողջունենք մեր գործընկերներին, առանց ում մենք չէինք կարող այս ամենը կյանքի կոչել, ողջունենք առասարակ մեր հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին եւ ողջունենք ձեզ սիրելի հեռուստադիտող, որ սկզբից մինչեւ վերջ մնացիք մեզ հետ, ողջունենք նրանց, ովքեր կեսից միացան եւ ողջունենք նրանց, ովքեր մեր այս հաղորդումը տեսնելու են կրկնողության շրջանակներում։ Մենք բաժանվենք, որ հանդիպենք, առողջ եղեք։